Բարը ձեզ արգելի բարեկամներ, շարունակում ենք մեր հաղորդաշարը, այսօր խոսենք Սարդյոնի մասին, հանքային քարե Սարդյոնը, շատ գեղեցիկ, շատ հզոր քարե, օժտված է մաքրող և կապող հատկություններով, իր բնույթով այն չոր է և սառը, լավագույն քարը համարվում է կարմիրը և թափանցիկը։ Օգտակար է տարբեր հիվանդությունների համար, ամրացնում է տեսողությունը և կտրում է արցունքահոսությունը, ամրացնում է ատամները և փայլ է տալիս ատամներին, ամրացնում է նաև սիրտը, օգնում է սրտի աշխատանքին, հզորացնում է նրա գործունեությունը։ Օգտագործման չափը Սարդյոնի 1,47 գրամ է։ Այն ունի հզոր կենսական էներգիա և այդ էներգիան փոխանցում է մարդուն, ավելանում է մարդու կենսական էներգիան, մարդը դառնում է կայտառ, ինքնավստահ, համարձակ, ինչպես խոսքի մեջ, այնպես էլ իր գործունեությանը, միշտ լինում է ուրախ և գործերը լինում են, այսինքն հաջող են ընթանում, լինում է հաջողակ։ Այն օգնում է նաև մարսողական օրգանների գործունեությունը, կարգավորում է մարսողական օրգանների աշխատանքը, դրա համար պետք է գիշերը քնելուց քարը դնեն պորտից քիչ ներքև, ֆիքսում են և մնում է ամբողջ գիշեր։ Օգտակար է այրան շրջանառության համար, կարգավորում է այրան շրջանառությունը և վահանագեղձի գործունեությունը։ Վահանագեղձի գործունեության համար պետք է այն կախել պարանոցից և ընկնի այս կոկորդի փոսի մեջ, մինչև այդտեղ քարը պետք է լինի այս շրջանում։ Այրան շրջանառության համար պետք է խմել Սարդյոնի թուրմը, այսինքն Սարդյոնը գցում եք ջրի մեջ, մնում է ամբողջ գիշեր, առավոտյան կարող եք այդ ջուրը խմել, կարգավորում է այրան շրջանառությունը։ Այն հեռացնում է մարդուց նախանձը, չարությունը, խանդը և օգնում է, այսինքն չարաշխից, չարլեզվից մարդուն պահպանում է։ Հարգելի բարեկամներ, քարը նորից եմ կրկնում, այս քարերը, հանքային քարերը վաճառվում են այդ զարդերի խանութներում, ինչպես նաև վերնիսաժում կարող եք այնտեղից ձեռք բերել ցանկության դեպքում։ Քարը պահելով ձեր մոտ դուք զերծ կմնաք բազմաթիվ հիվանդություններից և կլինեք ձեր գործունեության մեջ հաջողակ։ Այսքանը քարի մասին, այսօր ուզում եմ ձեզ ցույց տամ նաև իմ գիրքը, որը կոչվում է Ալկամա, Ալկամա նշանակում է Աստծո պարգև, արդեն բազմիցս խոսել ենք այդ հարցի շուրջ, այսինքն Աստծո պարգևը ոչ թե գիրքը, այլ գրքի մեջ եղած դեղատոմսերը, որոնք բուսական ծագում ունեն, իսկ բույսերը դա Աստծո պարգևն է ժողովրդին։ Մենք քայլում ենք մեր դեղատան վրայով, այսինքն բույսերի վրայով և գնում ենք դեղատնից գնում ենք թունաքիմիկատներ։ Գրքի մեջ ներառված է 170 հիվանդություն, հիվանդության նկարագիրը գրված է շատ համառոտակի և տրված է ընդարձակ բուժում։ Գիրքը ունի նաև իր պատկերասրահը, որտեղ կան այսպես բույսերի նկարները, տակը գրված է 3 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, լատիներեն։ Գիրքը իր վերջում ունի նաև բառարան, որտեղ բացի այս 3 լեզուներից ներառված է նաև անգլերենը։ Գիրքը ունի նաև հավելված, որտեղ շատ հետաքրքիր ձևով, շատ հետաքրքիր հավելված է, տրված է նաև ժողովրդական բժշկության մյուս մեթոդները։ Հարգելի բարեկամներ, ուզում եմ ձեզ ցույց տամ նաև մեր հանրահռչակ սուկը, որը կոչվում է
Անահիտ, քսուկը ունի այսպիսի գույն, սա բույսի գույնն է, որը տալիս է, իհարկե օգտագործման ժամանակ մաշկը կամ դեմքը, որտեղ որ քսում եք, չի կարմրում, Անահիտ անունը դրել ենք մեր Անահիտ դիցուհու պատվին, ոչ մի քիմիական տարր չի պարունակում, լրիվ բնական միջոցներից է պատրաստված, քսուկը ունի նաև ցավադրկող հատկություն, հարթում է մանր կանճիռները, դեմքին տալիս է փայլ էլաստիկություն, լավացնում է այրան շրջանառությունը, մաքրում է մաշկի վրայի ծերացած եւ մահացած բջիջները, մաշկը դեմքի ընդունում է իր բնական տեսքը, մաքրում է նաև մաշկի վրայի բծերը, լաքաները, ինչպես նաև հղիությունից հետո մնացած այդ լաքաները, որոնք կարող են հղիությունից հետո երկար մնալ դեմքի վրա։ Հրաշալի միջոց է կելոիդ սպիների ներծծման համար, այրվածքներից հետո առաջացած, այն հրաշք միջոց է այրվածքների համար, այրվածքների ժամանակ, երբ որ օգտագործում են այս քսուկը, նա լավանում է անհետք, այսպես ասած։ Իսկ եթե արդեն դա լավացել է եւ կան հետքեր, կան նաեւ այսպես ասած ձգող կոնտրակտուրաներ, որ հոդերը լավ չեն բացվում, տալիս է հրաշալի արդյունք։ Հարազատներս, խնդրում եմ, գրանցվեք, հավանեք մեր հաղորդումը, տարածեք, դուք շատ կօգնեք, որպեսզի հաղորդումը տարածվի։ Եթե կունենաք հարցեր կամ ձեր կարծիքները գրեք կոմենտներում, իսկ տեղեկատվության եւ բուժման համար տարբեր հիվանդությունների կարող եք դիմել Պուշկինի 38։ Ցտեսություն, միշտ նոր հանդիպում։